տղամարդը պիտի առավոտյան զարթնի ու տանը հաճույք ստանա, ոչ թե Ապրեք, նա պիտի տանը, չտեսնի եթե չի հողաթափերով ու խալաթով չհարդարված, չխնամված։ Ոչ թե չտեսնի։ Ու թող այդ կանայք ընդհանրապես չբողոքեն, որ իրենց ամուսինները դրսում ուզում են գնալ ու հաճույք ստանալ։ Կներեք էլի 1000 անգամ։ Եթե դուք ձեր անձնական հիգիենային հետևում եք միայն նրա համար, որպեսզի ձեր ամուսնուն դուր գաք եւ նա ձեզ չդավաճանի, ապա ի սեր Աստծո, դա ձեր անձնական բարդույթն է եւ խնդիրը։ Իսկ ես կարծում եմ, որ կանանց 95%-ը հետևում են իրենց հիգիենային, որպեսզի իրենց զգան ավելի լավ ու թեթև։ Եվ վերջապես եկեք մեկ ընդմիշտ ընդունենք այն փաստը, որ դավաճան տղամարդը միշտ էլ դավաճանելու է, կինը լինի խնամված, թե անխնամ։ Եվ հետո ես չեմ հասկանում, սա ինչ խտրականություն է։ Կինը պետք է լինի միշտ խնամված։ Իրոք։ Իսկ ինչու ոչ մեկ չի խոսում տղամարդու խնամված լինելու մասին։ Կնոջը միայն արտակնով դատելը նվազեցնում է իր դերը հարաբերություններում եւ ընտանիքում։ Այսինքն ստացվում է, որ կնոջ բոլոր մտավոր եւ հոգեվոր արժեքները հեչ, չստիկները, խալաթը եւ մազերը մեջ։ Ես կասեմ մի բան. առավոտյան հարմար հագուստով առանց շպարի եւ դիմահարդարման լինելը ամենևին նորմալ է։ Այ աննորմալ է, երբ դու վախենում ես քո սեփական ամուսնու մոտ լինել անկեղծ եւ բնական տեսքով։ Սիրելի աղջիկներ եւ կանայք, միշտ եղեք այնպիսին, ինչպիսին որ դուք եք ցանկանում ձեզ տեսնել։ Հանուն ոչ մեկի եւ ոչնչի մի կորցրեք ինքներդ ձեր տեսակը։ Եվ վերջում ավելացնեմ, որ ինձ շատ հետաքրքիր է ձեր բոլորի կարծիքը այս թեմայի շուրջ։ Այնպես որ մեկնաբանություններում կարող եք թողնել ձեր կարծիքը, արդյոք համաձայն եք ինձ հետ։